տղեկին հարցեցի, ասի տղեկ մեջը փող կա։ Առաջի դասից հետո ես համոզվեցի, որ իմ կյանքը ու մարքեթինգը վсё, իրար կպացեն։ Արդեն գալիս է վիդեոյի դարը, չգիտեմ վերջը ոնց կլինի, բայց շատ վտանգավոր է։ Որոշում կայացնողը հայ ընտանիքներում հիմնականում կանայք են։ Ես որոշել եմ հեծանիվ չհորինեմ։ Չեն հանձնվում այնպիսի իրավիճակներում, որտեղ որ միգուցեև պետք է հանձնվել, պետք է թեկուզ դուռ փակել, գնալ ուրիշ դուռ փնտրել։ Գաղափարի կրիզիս է։ Երևի կհաղթեն հիբրիդները էլի։ Ունենք այն, ինչ ունենք։ Այս զրույցին ես շատ երկար եմ պատրաստվել ու այլ հյուրերի դեպքում բոլորն էլ շատ խելացի մարդիկ են միշտ մեզ մոտ եկել, հարցերը սենց մի տողանոց հարցեր էի կարողանում մշակել։ Այս դեպքում բարեբախտաբար այն հյուրը, ում ես հիմա կներկայացնեմ, համացանցում արդեն իսկ տարբեր հարցազրույցներ է տվել ու ես ստիպված էի այդ ամենով սենց միատանցնել, հասկանալ լավ, այս մարդուն ինչ հարց դեռ չեն տվել, կամ որ հարցերն է, որի շուրջ ինքը կուզի խոսել ու փաստացի հարցերը սենց պարագրաֆանոց հարցեր են, բայց զրույցից առաջ մենք հասկացանք, որ տենց երկար հարցադրումներ չենք ունենալու։ Սիրելի ընկերներ, ուզում եմ ողջունել բոլորիդ ու Far Alumni podcast-ի շրջանակներում մեր այսօրվա հյուրն է լինելու Վահագն Դիլբարյանը, 100 եւ 101 բիզնես գաղտնիքներ գրքի հեղինակը, իհարկե Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, մարքեթինգի եւ բիզնեսի կառավարման շատ հեղինակավոր մասնագետ։ Վահագն, բարև ձեզ։ Բարև Սերգեյ ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Առաջին անգամ ինձ համար մեծ բացահայտում էր իմանալ, որ դու ֆրանսիական համալսարանի շրջանավարտ ես։ Ես հիշում եմ, երբ առաջին գիրքը դուրս եկավ, բոլորը սենց ուղակի քաղաքով բոլորը խոսում էին գրքի մասին, բայց ոչ թե այն տեսանկյունից, որ վայ, ուղղակի հաջողած պատմություններն են այնտեղ զետեղված, չէ, կային կոնկրետ մեկնաբանություններ եւ վստահ եմ շատերը բացահայտեցին բիզնես աշխարհը գրքերի շնորհիվ, բայց ինձ համար զարմանալի էր նաեւ իմանալ, որ դու հենց ֆրանսիական համալսարանի շրջանավարտ ես եղել։ Ինչպես ես հիշում այդ ուսումնառության տարիները։ Ես չէի կողմնորոշում, որտեղ պիտի սովորեմ, ու իմ ընկերս, ով արդեն ֆրանսիական համալսարան էր սովորում, այդ նստած զրուցում էինք ու ինձ ասեց Վահագ անպայման ստեղ սովորի շատ լավն է հետաքրքիր է պլյուս ֆրանսերեն է սովորելու ու ահա որ ծանրաբեռնված է ես ինքս նագրոսկա հայերեն ծանրաբեռնվածություն սիրող մարդ եմ ասի լավ ես կընդունվեմ ու չգիտեի անգամ որ ֆակուլտետ ոնց ոչ մի բան տեղյակ չէի որոշեցի որ պիտի տնտեսագիտություն սովորեմ միակ բանը որ ես ուզում եի այդ գիտությունը խորանամ տղեկին հարցեցի ասի տղեկ մեջը փող կա ասեցին հա կա ասի վերջ ես այդտեղ պիտի գնամ ու որ ընդունվել ենք տնտեսագիտություն արդեն հիշում եմ մի օրեկան ինձ ասեցին որ վերջ ձեր ֆակուլտետը փոխվել է ասում ոնց փոխվել է ասեցին հա դուք արդեն մարքետոլոգ եք հա դուք մարքեթինգ եք դուք արդեն պիտի մարքեթինգ ես ընդհանրապես չէի պատկերացնում ինչ է մարքեթինգը ու փաստորեն ես պետք է այդ մասնագիտությամբ սովորեի առաջի դասից հետո ես համոզվեցի որ իմ կյանքը ու մարքեթինգը վсё իրար կպացեն սիրահարվեցի այսպես ասած ու ամբողջությամբ հիմնականում խորացել եմ հենց այդ ուղղության վրա դասեր կային որ ընդհանրապես չէի սովորում ցավոք ասում եմ ես ինչ պետք է այդ կսովորեմ բայց տենց չի իրականում ու հենց խորացա մարքեթինգի մեջ ոնց որ sense պատահականությամբ լրիվ sense պատահականորեն ես եկա անգամ մի աշխարհ որ լրիվ փոխեց իմ կյանքը այս պայդրությամբ շատերը մարքեթինգի մասնագիտությունը դիտարկում են մակերեսային ինչ-որ աշխատանք բայց իմ կարծիքով եթե նույն ֆրանսիական համալսարանը տնտեսագիտության բաժինը ուղղվածությունը վերափոխեց մարքեթինգի կարծես դա արվեց նրանով որ տնտեսագիտության մի ճյուղ այսինքն շուկայագիտություն դարձավ եւ իմ կարծիքով շատերը մարքեթինգը դիտարկում են հա մարքեթինգային ինչ-որ բան, բայց երբ դու այդ հասկացությունը անվանում ես այլ անունով շուկայագիտություն, միանգամից տեսնում ես այդ մասնագիտության շերտերը։ Ես սկզբից դժգոհ էի, եթե անկեղծ, բայց որտեվ չէի հասկանում, չգիտեի ինչ աշխարհը, առաջի անգամ էլ լսեցի մարքեթինգ բառը, բայց հիմա ես համոզվում եմ, որ ցանկացած մասնագետ կապ չունի ով ուզում լինի, ինքը պիտի մարքեթինգային բեքգրաունդ ունենա որովհետև դու ինչքան ուզում ես լավ մասնագետ լինես, եթե քո մասին չգիտեն, դու չես կարողանում քեզ ներկայացնել, քո արածի մասին ճիշտ պատմել կամ տիրապետել այն նյուանսներին, որ տիրապետում է մարքետոլոգը, կարծում եմ շատ դժվար ալնելու այս աղմկոտ աշխարհում երևալ, քո մասին հայտնել, որ քեզ տեսնեն։ Դրա համար պարտադիր անկախ դիրքից ինչ մասնագետ ուզում եք լինեք, մարքեթինգը դա պիտի սովորել, իմանալ ու կիրառել։ Իսկ որտեղ է տարանջատող գիծը
որ մարդը չի լինի ուղղակի գլուխգովան, բայց դրա հետ մեկտեղ ինքը իր մարքեթինգը գրագետ անի, ինքը իր storytelling-ը ճիշտ անի։ Ունենք մենք հաստատ մեր շրջապատում տարբեր գլուխգովան մարդկանց ու միանգամից դու կարողանում ես հասկանալ, որ հիմքում ոչ մի հստակ բան չկա։ Հայաստանը շատ փոքր է այդ առումով ու ռեֆերալ է, այսինքն երբ որ դու կարողանում ես ինչ-որ մեկից իմանալ ինքը ինչ գործ արել, արդյունք տվերա թե չի տվել, շատ հեշտ է։ Մեր մոտ ընդհանրապես մի հատ զանգը, մի հատ սոցիալական ցանցերում գրառումը կամ ռիվյուներ կարդալը կամ ծանոթից ճշտելը արդեն բավական է, որ այդ հարցի լուծում տանք, դրա համար շատ կարևոր է ասացի տակ լինի հիմք։ Իսկ դրա արդյունքում օրինակ ինչպես փոխվեց մարքեթինգի աշխարհը, երբ դու ավարտեցիր համալսարանը եւ եթե դիտարկում ենք մարքեթինգը հիմա 2025 թվականին, որոնք էին այդ էական փոփոխությունները, որ որպես մասնագետ դու կարողացար տեսնել։ Դիջիտալիզացիա։ Այսինքն ամբողջությամբ փոխվեց աշխարհը դիջիտալի, հիմա արդեն արհեստական ինտելեկտի ուղղվածությունն է, ու ես մի բան հասկացա, որ իմ մասնագիտության տեր մարդիկ, ու ընդհանրապես բոլորին եմ ասում, ես բոլորին եմ վերաբերում, բայց կոնկրետ պրոյեկտի վրա պիտի ճկուն լինի, պիտի անընդհատ փոխվես, դու անընդհատ տենդենսներին հետևես, հասկանաս ինչն է փոխվում, ու դու իր հետ փոխվես։ Մեր տարիների ու հիմիկվա ամենամեծ տարբերությունը դա է, որ աշխարհը միանգամից դիջիտալիզացվեց։ Ես ուսանող տարիներին մտածում էի, երազում էի սուպերմարկետի ֆորմատի մասին, հիմա այդ ֆորմատը արդեն վերջ օնլայնն է։ Կամ ասենք ծառայությունների մասով, եթե ես առաջ ծառայություն եմ մատուցելու ու մտածում եմ, ես ոնց պիտի մարդկանց ասեմ, ոնց պիտի գովազդեմ, ոնց պիտի տեղեկացնեմ, որ ես ամեն ինչ անում եմ, հիմա ընդհանրապես մի հատ սոցիալական ցանցում թեթև գովազդը արդեն բավական է, որ մարդիկ իմանան։ Ուզում եմ ասեմ, ահռելի մեծ տարբերություն կա ու դիջիտալիզացիան ել ավելի նպաստեց, որ մարքեթինգը տարածվի, գործարարները էլ հասկանան, որ բոլորին պետք է։ Թվայնացման ալիքի հետ կապված կարող եմ նշել այն, որ վերջերս սկսել եմ տեսնել գովազդներ, տեսանյութեր նույնիսկ, որոնք ամբողջությամբ մշակված են ու ստեղծված են արհեստական բանականությամբ, վստահ եմ տեքստերն էլ էին այդ ծրագրով գրված, քիչ է մնում նույնիսկ թիրախավորումը այդպես արված լիներ։ Այդ իրավիճակում հենց մարքեթինգի մասնագետը, որ գործերի վրա դեռ կարող է աշխատել, որոնք արհեստական բանականության հենց պատրաստի գործիքներով անհնար կլինի փոխարինել։ Տեսեք, առաջ ինտերնետը տեքստ էր, հիմա ինտերնետը վիդեո է։ Իսկ մարքետոլոգը պիտի հասկանա, որ արդեն տեքստը մի կողմ, արդեն գալիս է վիդեոյի դարը ու արհեստական ինտելեկտը ինքը աշխատում է տվյալների դատայի հիման վրա։ Այսինքն ինչքան ինքը շատ դատա ունի, շատ է ֆիդեղած, այնքան ինքը ավելի լավ է կարողանում մեր հարցերին պատասխանել։ Եկեք օրինակը սենց բերեմ, եթե մարդ գիրք է կարդացել, իրան ինչ հարց տալիս ես, ինքը կարող է պատասխանել, որովհետև ֆիդ է եղել այդ ինֆորմացիան, իսկ եթե գիրք չի կարդացել, ուրեմն ինքը ոչ մի բան չգիտի, չի ասում։ Հիմա արհեստական ինտելեկտի այդ ինֆորմացիան արդեն որ ինքը ֆիդ է եղել, մարքետոլոգը եթե այդ ինֆորմացիան օգտագործի իր կրեատիվի հետ, կրեատիվ այսինքն մտքի ինքը կկարողանա ստանալ լավ արդյունք։ Կոպիտ ասած, մարքետոլոգը AI-ով ու մարքետոլոգը առանց AI-ի արդեն տարբեր հարթություններ են։ Նա ավելի ուժեղ է։ Մարքետոլոգը AI-ով, այո, որովհետև ես ինքս հենց հիմա AI եմ կիրառում ու բավականին շատ թեթևացել է իմ աշխատանքը, ես ինքս նույն այդ վիդեոներից եմ սարքում ու ես տեսնում եմ, որ այդ վիդեոյի վրա եթե ես պիտի ծախսեի, ասենք, պայմանականորեն 400,000 դրամ, ես ծախսում եմ $20 subscribe ու վերջ։ Իսկ այդտեղ արդյոք չի նվազում մարքետոլոգի ստեղծարարության հնարավորությունը։ Եթե կոնկրետ օրինակ բերեմ, բրենդի նեյմինգ են անում ու ուղղակի գրում են, ասում են տվեք ինձ 30 անուն, բայց կարծես թե եւ անունները մրցունակ անուններ չեն, բայց սկսում են ինչ-որ խաղալ ու տպավորություն է ստեղծվում, որ հենց այդ ստեղծարարության կոմպոնենտը, որը տարանջատում է մասնագետին, մարդը սկսի ավելի ու ավելի քիչ օգտագործել։ Հիմա ես հենց այդ վախերի մեջ եմ, որովհետև եթե առաջ ես խնդիր էի ունենում, միանգամից իմ մոտ լուծում կար, հիմա այսօր խնդիր եմ ունենում, բացի այդ լուծումը ասում եմ մի հատ էլ AI-ին հարցնեմ։ Արդեն ես այդ խնդրի մեջ ընկնում եմ ու չգիտեմ դեռ ոնց պիտի իր դեմ պայքարեմ, որ իրանից ամբողջությամբ կախված չլինեմ։ Այդ սպառնալիք այսպես ասած կա ու կամած ոնց որ մեզ կլանում է, չգիտեմ վերջը ոնց կլինի, բայց շատ վտանգավոր է։ Իսկ որոնք են այն բնավորության գծերը կամ միտումները, որ օրինակ այն ուսանողները, որ մեզ հիմա նայում են, իրենց վերլուծելով կարող են ասել, այ ես այս բնավորության գիծը ունեմ, այս ինձ մոտ շատ լավ է ստացվում, դա նշանակում է, որ ես ունեմ բոլոր նախադրյալները հաջողակ մարքետոլոգ լինելու համար։ Իմ պարագայում իմ հաջողության հիմքում ընկած է դիմացկուն ելելը։ Որովհետև ես շատ ահավոր շատ դիմացկուն եմ, այդ նշանակում է, որ ես կարող եմ դիմանամ բոլոր ճնշումներին, բոլոր ֆեյլերին,
ձախողումներին, կարող եմ դիմանամ, ասենք, այն ճնշմանը, որ ինձ բոլորը սպասում են, որ ես պիտի նորից ձիա տամ ու ես այդ իդեան չեմ կարողանում տամ ու ես դա վերագրում եմ դիմացկունությանը։ Դա տարիների ընթացքում է ձևավորվել սպորտի շնորհիվ, այնպես որ եթե դուք դիմացկուն եղաք, դուք ամեն ինչին կարող եք դիմանալ, դիմակայել, որովհետև բիզնեսը դա ամբողջությամբ ինքը պայքարա կռիվ է, բոլորը քեզնից ունեն ակնկալիքներ, սպասելիքներ, դու պիտի այդ բոլոր սպասելիքները կարողանաս արդարացնես։ Դրա համար եթե դուք եղնեք դիմացկուն, ինքը արդեն բավականին լուրջ առավելություն է ձեզ համար։ Իսկ ինչ վերաբերվում է ուսանողների մասով ինչ զարգացնեն, ես խորհուրդ կտամ 3 կարևոր բան։ Առաջինը շատ սխալվեն, որովհետև դու ինչքան շատ ես սխալվում, փաստորեն դուրս է գալի, որ փորձառու մարդն մարդն որ շատ է սխալվել։ Քո կյանքում լինում են շատ կարելիներ, երբ որ դու երիտասարդ ես։ Երբ որ դու սկսում ես շատ փորձել ու սխալվել, սկսում է շատ ձևավորել չի կարելիներ։ Ոնց է, չէ, փորձառու մարդը ինչ խորհուրդներ է տալիս, ինքը ասում է լիքը բաներ, որ դու չանես, չի կարելի։ Դրա համար երիտասարդ տարիքում ինչքան շատ ենք սխալվում, շատ սխալներ արեք, որ փորձ ձեռք բերեք ու այդ սխալները թանկ չեն։ Ինչքան տարիքը մեծանում է, այնքան այդ սխալի արժեքը թանկանում է։ Երկրորդը, սա վերաբերում է թե ուսանողներին, թե այն մարդկանց, ովքեր աղքատ են, այսինքն հարուստ ընտանիքից չեն, այդ մարդկանց համար տրամպլինը, այսինքն թռիչքը ամենակարևոր բանը, էլիտա գնալու դա վաճառել սովորելն։ Եթե դու կարողանում ես լավ վաճառել, դու լավ վաճառքի մասնակից ես, հավատա, բիզնեսները քեզ ուղղակի ձեռքից ձեռք կթռցնեն, որովհետև վաճառքը դա լուրջ խնդրեմ է։ Լավ վաճառողը միշտ գործ ունի, միշտ աշխատատեղ ունի ու դա դեպի էլիտա բարձրանալու ամենահեշտ արագ ճանապարհն է։ Եվ երրորդը դա մարդ կառավարելն է։ Այս իմ թվարկած կետերը AI-ը չի կարող փոխել, հա վաճառքը կարող է ինչ-որ չափով փոխի, բայց այս այն կետերն են, որ դա մարդկային գործունեությունից է կախված, ամբողջ պատմությունը մարդ կառավարելու մասին է։ Պետությունները ոնց են կառավարել ով ավելի օպտիմալ է կառավարել, ճիշտ է կառավարել ինքնա լիդերը, թիմը, ընկերությունները, ովքեր ավելի ճիշտ են կառավարում ռեսուրսները, մարդկանց, չգիտեմ, ֆինանսները, իրանք են առաջատար գալիս։ Դրա համար այս 3 կարևոր կետերը, եթե ուսանողները ուշադրություն դարձնեն, սովորեն, իրենց համար ավելի հեշտ ալելու հաջողության հասնել, քան մյուսներին։ Այդ դեպքում արդյոք լավ վաճառող լինելու համար, վերադառնալով մեր նախորդ քննարկմանը, իմ կարծիքով նաև կարևոր է վաճառքի ընթացքում այդ գրագետ storytelling-ը անել։ Այդտեղ ստացվում է, որ վաճառքի մեջ էլ, այդ գործընթացում էլ մարքեթինգային տարբեր գործիքներ անուղղակիորեն կարիք կա օգտագործելու։ Այո, քանի որ ես օրինակ ինքս վաճառքը միշտ սկսում եմ ռեսերչի ուսումնասիրությունից, ում եմ ես օրինակ վաճառելու, ընդհանրեն կոնկրետ անձի կամ կոնկրետ մարդկանց խմբի։ Ես ուսումնասիրում եմ այդ մարդկանց, հենց այդ մարքեթինգային կոմպոնենտն է, էլի, այդ մարդկանց վարքագիծը, մերժումները, որ ասենք մերժում են, ինչ կարան մերժեն ու ես ինչ կարող եմ իրենց հակադարձել։ Հիմնականում ես հասկացել եմ, որ վաճառքը դա լրիվ էմոցիա է։ Ամբողջությամբ դու պիտի հասկանաս այդ մարդուն կոնկրետ ինչն է հետաքրքրում։ Օրինակ հարուստին հետաքրքիր է իր ասենք իմիջը, քիչ փող ունեցողին հետաքրքիր է էկոնոմիան, տնտեսելը, միջին փող ունեցողին հետաքրքիր է երաշխիքը։ Այսպես շարունակ դու արդեն պիտի հասկանաս, որ թիրախային աուդիտորիայի վրա ես աշխատում ու որոշես ըստ դրա ինչ մոտեցում ցուցաբերել։ Այստեղ արդեն մարքեթինգին շատ է օգնում։ Իսկ կոնկրետ հենց քեզ այդտեղ մարդկային փոխհարաբերությունների փորձն ավելի շատ օգնում, թե միգուցե ուսումնասիրել ես հոգեբանության տարբեր ուղղվածություններ, այդ յուրաքանչյուր սեգմենտին գրագետ վերլուծելու համար, որպես մարդ։ Եթե անկեղծ տես չեմ խորացել, բայց ես մի բան գիտեմ, որ այս աշխարհում ցանկացած հարց, խնդիր, չգիտեմ, ինչ-որ պրոբլեմ, կոնֆլիկտ, բոլոր լուծվում է զրուցելով։ Դրա համար եթե դու կարողանում ես զրուցելու արվեստին ճիշտ տիրապետել, քո մոտ ընդհանրապես խնդիր չի լինում, իսկ զրուցելու արվեստին ճիշտ տիրապետելը ընդհանրապես հարցեր տալն է։ Դու որ հարցեր ես տալիս մարդուն, մարդը սկսում է բացվել, տեսեք, բանակցության մեջ մի հատ sense լավ բան կա, կոչվում է դոֆամինային քաղց, այդ գիտեք որն է, որ մարդուն շատ հարց ես տալի, որ ինքը շատ խոսա։ Որ ինքը սկսում է շատ խոսալ 2 ժամ, 3 ժամ սկսում է շատ խոսալ, ինքը արդեն վերջանում է, ինչ ուզում ես, ինքը սկսում է արդեն համաձայնվել ասել, հա, օքեյ, մենակ պրսնի, օրինակ սոված է կամ զուգարան է ուզում կամ չգիտեմ ինչ որ բան։ Երբ որ դու տիրապետում ես հարց տալու արվեստին, քո համար շատ հեշտ է լավ զրուցակից ելելը, հեշտ զրուցելը, որովհետև դու հարց ես տալիս, լսում ես ու սկսում ես բացել մարդուն։ Ոնց որ հիմա դուք եք անում։ Փորձն անում, բայց դրական նկատառումներից ելնելով իհարկե։ Դու նաև քիչ առաջ խոսեցիր
դիմադրող կերպար լինելու մասին։ Մարկետոլոգը ինչ հարցերի հետ է առնչվում առօրյայում, թեկուզ արդեն շատ բարձր էշելոնի վրա, որ ստիպված պետք է այդ խնդիրներին առնչվի եւ դիմադրի։ Դա բյուջեի հաստատումներն են, դա ցուցանիշներին հասնելու խնդիրներն են, թե ներքին կոնցեպտի բանակցություններն են, որոնք են այն մի քանի օրինակները, որոնց հետ մասնակետը ստիպված պետք է առնչվի եւ այդտեղ պայքարի կարիք մի քիչ ավելի շատ է լինում։ Տես Սերգեյ ջան, իմ կյանքն ինձ է դասավորվել, որ ես որպես մարքետոլոգ համարյա տենց շատ չեմ աշխատել, ես ինքս իմ բիզնեսում եմ աշխատել, ես կարամ բիզնեսի մեջ որպես owner այդ հարցը տամ, ասեմ, օրինակ, ոնց եմ ինչ հարցեր եմ տալի։ Նախ առաջի հերթին ամենակարևոր հարցը որ տալիս եմ, ով է իմ թիրախային լսարանը։ Որովհետև ես չեմ կարող 20 տարեկան, 40 տարեկան ու 50 տարեկան մարդկանց նույն ձև վերաբերվել կամ նույն առաջարկը օֆեր անել։ Ու ամենակարևոր բանը, որ ես գիտեմ, դա եթե ինչ-որ բան չի ստացվում, երկու պատճառ կա։ Կամ իմ առաջարկս թույլ է, կամ թիրախս սխալ է։ Դրա համար հենց սկսում եմ թիրախից։ Երբ որ թիրախս գտնում եմ, ով է իմ թիրախը, արդեն իմ գործի մի 50% արդեն հեշտ է։ Եվ երկրորդը, երբ որ ես գտնում եմ իմ թիրախը, տալիս եմ հաջորդ հարցը. ինչ ցավ կամ ինչ խնդիր է կարողանում լուծել իմ պրոդուկտը կամ իմ ծառայությունը։ Իմ գրքի պարագայում, քանի որ հենց գիրքս պրոդուկտ է եղել, ես ինքս ուսումնասիրում էի, ուզում էի մի հատ գտնեմ տենց կոմպլեքս գիրք ասեմ, ժուրնալ ասեմ, չգիտեմ ինչ-որ մի հատ տեղ, որտեղ ես կարամ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնել։ Ու այդ այն հարցերից էր, որ եթե ինձ ինչ-որ բան հետաքրքիր է, ուրեմն կարա շատ մարդկանց հետաքրքրի, ինչի ես չանեմ։ Այս երկրորդը Եվ երրորդը դա կախված արդեն բյուջեն, ինչքան թույլատրելի բյուջե ունեմ ես, որ կարող եմ ծախսել։ Ես սովորաբար քիչ եմ ծախսում, որովհետև քիչ ծախսել ինձ համար բավական է հասկանալ իդեան աշխատում է, թե չի աշխատում։ Փառք Աստծո դիջիտալ աշխարհը հիմա թույլ է տալիս դու շատ արագ հասկանաս արժե շարունակել, թե չարժե։ Այս են երեք կոմպոնենտները, որ ես ինքս որպես մարքետոլոգ իմ գործի մեջ կիրառում եմ, չնայած հիմա որպես այդպեսին այնց մարքեթինգային համարյա բան չեմ անում, ավելի շատ թեքվելա կառավարում, բիզնեսի կառավարում, այո, ավելի շատ եմ սկսել սիրել, որովհետև այս այն աշխարհն է, որտեղ դու ամեն օր սովորում ես ու այսօրվա հաստատուն միտքդ վաղը կարող ես ասես, բայց խի այդպես արեցի։ Շատ ավելի փոփոխական միջավայրամագործունեություն։ Փոփոխական է, որովհետև քո վրա ազդում են տարբեր գործոններ, ցանկացած որոշում ես կայացնում եմ տվյալ պահին, որը վաղը կարող է սխալ լինի։ Եթե վերադառնանք կարիքների վերլուծությանը կամ այն սեգմենտի թիրախային լսարանի հստակեցմանը, քո օրինակով դու նույնպես ունեիր այդ խնդիրը եւ այս դեպքում ստացվեց, հենց սեփական խնդիրը ունեին նաեւ այլ տարբեր հարյուրավոր հազարավոր մարդիկ։ Այլ մարդկանց դեպքում միգուցե իրենք փորձեն իրենց սեփական խնդիրը լուծել, բայց չդիտարկեն, որ գիտես ինչ, համանման խնդիրը ոչ բոլորը ունեն։ Ինչ գործիքներ կարելի է օգտագործել այդ թիրախային լսարանը ճիշտ հստակեցնելու կամ ճիշտ գտնելու համար։ Ես ունեմ մի հատ հասկացություն, իմ մեջ եմ կոչվում անուշ ախպեր հասկացություն, այդ գիտեք որն է, որ դու ունես լավ ընկերներ, ում քո պրոդուկտը տալիս ես ու ասում ես մի հատ նայեք, օգտվեք, խոսքը օրինակ չգիտեմ 50 հոգու։ Տալիս ես իրանք օգտվում են ու ֆիդբեք ես վերցնում, որ հասկանաս ինքը ոնց է աշխատում կամ իրաց ընդհանրապես դուր է եկել թե չէ։ Եթե դուր չեկե, ուրեմն պետք է թիրախը փոխել ուրիշ մարդկանց տալ, մամայի, պապայի տարիքի մարդկանց տալ, որպեսզի հասկանալ իրանց հետաքրքիր է թե չէ։ Ես այդ ձև եմ տեստանում ու հասկացել եմ, որ առանց տեստի չարժե ընդհանրապես ոչ մի գործունեություն ծավալել ու տեստի արդյունքները վերցնելով իմանում եմ արժե անել թե չարժե։ Եթե սկսում եմ մեջս կասկած ընկնել, արդեն անցնում եմ մասնագիտական դաշտի ընկերներից։ Մարքետոլոգների վաճառքի մասնագետների հարցնում են, որ sense իդեալիկ աշխատի թե չէ, կօգտվես թե չէ, բայց ամենավերջի տարբերակով պիլոտային փորձում եմ։ Տեսնեմ շուկան ոնց է արձագանքում, մի հատ շոշափում եմ շուկան, եթե տեսնում եմ, որ արձագանք կա, միանշանակ անում եմ ու այդպիսի кейս ունեմ իդեպ խոհանոցային ապրանքների ներմուծումով է զբաղվում մինչև COVID-ը։ Որպես մարքետոլոգ ես ասում եմ, всё, միացնում ենք քծիբ ռեժիմը, այսինքն գումար չենք ծախսում, ինչ ենք անում։ Վերցնում ենք Չինաստանից չինացիների ստեղծած վիդեոն 2018-17 թվի բան, 8 տարի առաջվա։ Այդ վիդեոն մենք վրայի շրիֆտերը փոխում ենք հայերեն ու Facebook-ում գովազդ ենք դնում։ Հաշվել է, որ եթե $10 գովազդին 5 հատ պատվեր եղավ, ուրեմն այդ ապրանքը Հայաստանում կրակելու է։ Ու եթե մարդիկ պատվիրում են, ասում ենք արդեն վերջացել է։ 5 հատ պատվեր լինում էր, նախնական վերցնում ենք, որ կա պատվերը, այո, նշանակում է այդ ապրանքը կաշխատի։ Մենք համ Չինաստանից ինքնաթիռով գալիս էր բարձր։ Մի րոպե, մարդիկ դիմում էին, ուզում էին գնել, դուք ավտոմատ ասում եք վերջացել արդեն, բայց այնուամենայնիվ արդեն բերում եք։ Բերում էինք, իմ համար $10-ի 5 պատվեր եղավ, всё, պիտի բերել։ Ու այդտեղ ասում ենք վերջացել է, որ
Ինչ անենք։ Վերջացել է իր մոտ ուզելու ցանկությունը ավելի շատ անում։ Ինքը ասում էր դե որ բերեք կլինի, չէ, ասում է համարը տվեք, հենց բերենք մենք ձեզ կզանգահարենք։ Հա։ Այսպես ասած, մոտավորապես 30% ստացվում էր, 70% փորձերս հիմնականում ձախողվում էր։ Դա կոչվում է աշխարհում այտենց winning products, այսինքն հաղթող ապրանքներ։ Ու քանի որ որոշում կայացնողը հայ ընտանիքներում հիմնականում կանայք են, հենց կանանց էլ թիրախավորել էինք։ Ու դա կոവിഡ്ից մեկն էր։ Հա, ու հետո կոവിഡ്ից հետո բիզնեսը արդեն լոգիստիկան թանկացավ եւ այլը վաճառեցինք, բայց այդ 2-3 տարին շատ լավ հասկացա ոնց կարելի է շուկան շոշափել, արագ գործել ու վաճառել շատ։ Կարծում եմ սա այն դեպքերից է, որ հիմա ինչքան էլ արհեստական բանականության մեկ չաթ անենք ու փորձենք նոր տենդենսներ իրենից լսել, ամեն դեպքում այդ շուկայի հետ էքսպերիմենտը այլ կերպ է իրականացվում։ Հա, միանշանակ ու մարքետոլոգը պիտի լինի տեստիրովщик, հա, դու պիտի անընդհատ տեստ անես։ Ոչ մի հիպոթեզ ինքը հստակ չի։ Ինքը կարող է այսօր աշխատի, այս ժամին աշխատի, վաղը չաշխատի։ Դրա համար ես մի բան տեսնում եմ, դնում եմ, ասում ժողովուրդ աշխատում է, հա, լավ թողում ենք, որովհետև չի կարելի ձեր տալ մի բանի, որն աշխատում է։ Կամ չգիտենք թե ինչի է աշխատում։ Հա, կամ ինչի է աշխատում, հա։ Բայց ես մի բան եմ հասկացել, օրինակ տեսեք, փոքր երեխաների վիդեոներ անում էինք, եթե երեխան հագուստով չէր աշխատում, բուդիկները բացում էինք աշխատում էր։ Հագուստի ապրանքները։ Հագուստի, հա, այսինքն ըստ մենք հասկանում ենք, որ վերջ արդեն պիտի մեր գովազդներում ընդհանրենք բուդիկները բաց երեխալ է, վերջ, ֆիքսված է, հա։ Էմոցիաները, որ հա անհնար էր հասկանալ։ Էմոցիաները լրիվ պիտի տեստանենք, ես вообще ընդհանրապես չէի պատկերացնում, որ կարող է այդ մի փոքր դետալ է, ինքը արդյունք տա էլի։ Իսկ եթե խոսենք հենց գաղափարների գեներացման մասին, այս պայդրությամբ հա գործիքները մեզ ասում են, օրինակ, այս ինչ ապրանքը մեծ տարածում է ունենալու կամ այս ինչ նոր տրենդն է հայտ եկել, բայց հենց քո դեպքում ոնց ես դու կարողանում այդ իդեաները գեներացնել, մինչ հասնելը տեստավորման, որի մասին արդեն խոսեցինք, բայց այդ 0-ից գաղափար հասկանալը դա ուղղակի արտասահմանյան լավագույն դեպքերի վերլուծությունն է, թե այլ գործիքները։ Ես որոշել եմ հեծանիվ չհորինեմ, ուսումնասիրեմ դրսում ինչ է աշխատում, ինչն է լավ գնացել ու ես վերցնեմ այդ ինքս անեմ կամ ադապտացնեմ, կամ դրա վրա մտածեմ ինչ ավելորդ բան կարելի անել, կամ տեսնեմ այդ իդեան դա ձևափոխեմ, վերափոխեմ հայ իրականությանը պրոյեկտեմ, ինչու՞ չէ նաև ինքս եմ մտածելը գալիս է նախ ճիշտ հարց տալուց, ինչը կաշխատի ու ինչ են ուզում մարդիկ։ Շատ ժամանակ մարդիկ չգիտեն իրենք ինչ են ուզում, դու ուղղակի պիտի առաջարկես մի քանի տարբերակներ։ Օրինակ, ինչ օրինակ բերեմ, գովազդ ենթադրենք, ես ունեմ 5 իդեա, ես 5 իդեան էլ գովազդում եմ։ Տարբեր հարթակներով, տարբեր բրենդերով։ Տարբեր ձևերով, այո, 5 իդեան էլ փորձում եմ, կարող է լինի նաև նույն բրենդի 5 իդեան փորձեմ ու հաշվեմ, որի գովազդը էժան լինի, նշանակում այդ իդեան աշխատեց։ Իսկ միաժամանակ քանի բիզնես ուղղվածության վրա ես աշխատում, որ այդ 5-ն էլ փորձարկես։ Մի ուղղության վրա, այսինքն մի ոլորտին, ենթադրենք օրինակ, չգիտեմ, ինչ օրինակ բերենք, ասենք բանկային ինչ-որ մի product է, այդ product-ի 5 տարբեր գովազդ, տարբեր մոտեցում, տարբեր մարդիկ, միաժամանակ դնում եմ տարբեր բյուջեներով կամ նույն բյուջեով ու նայում եմ, տեսնում եմ ոնց է աշխատում։ Այդ վերլուծելուց հետո ենթադրենք, եթե 5-ն է աշխատում, սուպեր, թողնում եմ, եթե չի աշխատում, սկսում եմ փոխել։ Նույնը վերաբերում է նաև product-ներին, օրինակ իմ գրքի աբլոշկեն փաթեթավորումը մենք ունենք մի 2-3 տարբերակ, այդ տարբերակները մեր ձեռքին քաղաքում քայլում ենք մարդկանց հարցնում որնա ձեզ դուր գալիս։ Նույնիսկ այդպես։ Հա, ով հիմնականում հենց որ աբլոշկային մատը դրել են, հենց դա էլ ընտրել ենք։ Միտումնավորային ընտրված են բիզնեսմենները եւ որ կային եւ հայ գործարարներ եւ արտասահմանցի գործարարներ։ Ոնց էր այդ տեստը արվել օրինակ։ Ճիշտն ասած, յաբախտի, ասես ասած, տենց ստացեց, բայց պիտի պարտադիր մեջը հայ լիներ, ես քրքին շատ եմ սիրում, հա, ասում եմ, պիտի հայ լիներ։ Ու այդ դեմքերը տենց կտրեցինք, սարքեցինք, տենց ստացվեց, նես չի որ մեր տենց հորինել ենք, նայել ենք ուրիշ տեղեր ոնց են անում, տենց մոտավորապես։ Ու բայց տեստենք, լրիվ տեստի վրա է գնացել։ Ես մինչև հիմա էլ ցանկացած իդեա, անգամ գրառում տեստ եմ անում։ Ես հիմա հասկացել եմ, որ չգիտեմ, գրառման վերնագրում եթե թվեր չկա, քիչ է դիտում լնում, կլիկ քիչ ալնում, նկար չկա, քիչ ալնում։ Այսինքն սրանք սա իմ տեստի հիպոթեզների արդյունքում հավաքել եմ չեքլիստ, այդ չեքլիստով աշխատում եմ։ Դա էլ կարծում եմ հրաշալի օրինակ է, որ ուսանողները բոլոր մարդիկ ովքեր նայում են, հետևեն, խոսելով ձեռնարկատիրության մասին։ Բնականաբար Հայաստանում մենք ունենք շատ կայացած ձեռնարկատերեր, բայց իրենց հետ մեկտեղ եւ հենց իդեմս հենց քեզ եւ ավելի միգուցե սկսնակ մարդկանց կա ձեռնարկատերերի ոնց որ երիտասարդ նոր մի գվարդիա,
որը ուսումնասիրում է թեկուզ ինչ-որ բիզնես գաղտնիքները, թեկուզ YouTube-ով, Instagram-ի ռիլերով եւ շատ արագ փորձում է իմպլեմենտացնել։ Եվ ուսանողների շրջանում էլ հենց ավարտում են, ունենք բնականաբար այդպիսի օրինակներ, իրենք ուղղակի սկսում են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ինչպես դու կմեկնաբանես այդ երիտասարդ ձեռնարկատերերի ալիքը, ովքեր Հայաստանում են բավական մեծ հաջողությունների են հասել։ Ես շատ եմ ուրախանում։ Ինքը շատ ոգևորիչ է ու ինքը ստեղծում է մրցակցային մեծ դաշտ։ Ես խրախուսում եմ մրցակցությունը, որովհետև եթե դու մրցակից չունես, դու չես աճում, դու չգիտես ում նայես, ում հետ համեմատվես, ում հետ կռվես, կռվել բան իմաստով, բիզնեսի մրցակցային իմաստով։ Դրա համար ես շատ եմ ողջունում այս ալիքը ու շատ եմ ուրախանում, որ իրենք կիսվում են իրենց հաջողությամբ, ցանկացած երիտասարդ բիզնեսմեն կլինի, տարիքով կլինի, չգիտեմ, փորձառու, անփորձ, իրենց փորձով կիսվելը, իրենց հաջողությամբ կիսվելը բոլորիս համար մոտիվացիա է։ Ինքը ալիք է տալիս, որ եթե մյուսը կարեցել անի, ուրեմն դու կարող ես անել։ Այո։ Ինքը շանս է տալիս երազող մարդկանց, ովքեր վախում էին չէին անում, իրենք փորձեն քայլ անեն։ Ես գտնում եմ, որ ցանկացած մարդ իր կյանքում պիտի մի անգամ փորձի այդ նյարդային վիճակները ապրի, այդ գիշերը չքնելը, այդ անընդհատ մտածելը ոնց անեմ, այդ որոշումների տակ ճկռելը, հա, այսպես ասած, որ ինքը հասկանա բիզնեսը իրանն է թե չէ, որ գոնե վերջում որ մահանալուց չասի, «Ախ, ի՞նչ արեցի ես այս գործը, ի՞նչ չփորձեցի, էլի»։ Հա, դրա համար ես շատ եմ ոգևորվում այդ ալիքներից ու շատ ուրախ եմ, որ դրա փոքր մասն ես եմ կազմել։ Այսօր ես ունեմ ընկեր, ով ում հետ ընդհանրապես խորհուրդներով, քննարկելով եւ այլն, իր բիզնեսից մեծացել է։ Հա։ Բայց ուրախանում ես բնականաբար, այո։ Հա, ասենք որ ինքը զանգում ինձ ասում է, «Վաղ ես ինչ բան արել եմ, ես ինչ հաջողություն եմ, աշխարհով մեկ եմ մնում»։ Ու շատ եմ ուրախանում, որ իր նմանները սկսել են շատանալ ու շատ ոգևորիչ է, որ մենք դուրս ենք գալիս այլ շուկաներ։ Արտասահմանյան շուկաներ։ Այ դա իմ համար այն որ թոփն է, երբ որ դու Հայաստանից դուրս արդեն սկսում ես աշխատել, որովհետև այնտեղ սկսում ես ծեծվել, կոշտուկներ ձեռք բերել, հասկանալ ընդդեի շուկայի յուրահատկություն, առանձնահատկությունները ու գործել։ Այնպես որ ինչքան շատ գործարարներ ունենանք, իմացեք, այնքան մեր մոտ ավելի տնտեսությունը առաջա գնալու, աճելու է։ Իսկ դա գալիս է mindset-ից։ Մեզ մոտ համենայն դեպս նոր սկսեց ձևավորել այդ ձեռնարկատիրական այդ լավ տենց թռիչքային այդ mindset-ը, որ մարդիկ ուզում են զբաղվել այդ գործունեությամբ։ Այնպես որ, չգիտեմ, հարցերելի պատրաստ եմ օգնեմ, օգտակար լինեմ, միայն թե բոլորիս մոտ ստացվի աճենք։ Այո, միասին ամեն ինչ լինի, այո։ Ես նկատել եմ, որ հայ ձեռնարկատերերը ամենայն հարգանքով իհարկե, բայց նաև ունեն բնավորության գիծ, որը շատ դեպքերում կարծես թե խանգարի։ Իրենք չեն հանձնվում, շատ լավ է, բայց շատ իրավիճակներում չեն հանձնվում այնպիսի իրավիճակներում, որտեղ որ միգուցե եւ պետք է հանձնվել, 3 քայլ հետ անել ու ուղղությունը փոխել եւ իրենք այդպես մնում են, այդ պատը սկսում են ասենց անդադ խփել ու զգում ես որ չէ, ինչ որ մի բան այն չի կողքի մնացած մարդիկ տեսնում են որ տվյալ անձը կարծես թե պետք է միգուցե դադար գա կամ փոխի։ Քո օրինակով որոնք են այն ցուցանիշները, որ ինչքան էլ դիմացկություն ունենաս ու փորձես պայքարել, բայց ինչ որ բայ պետք է թեկուզ դուռը փակել, գնալ ուրիշ դուռ փնտրել։ Շատ լավ հարց է, իրականում հենց այդ խնդրեմը կա։ Եկեք մի քիչ հեռվից գամ։ Այս վերջերս մի հատ գիրք էի կարդում Headhunter-ի մասին, ասում էր, ոնց որ ղեկավարի անունը, ոնց որ Ժուկով էր, եթե չեմ սխալվում, ասում էր, երբ որ ես խնդրեմ էի ունենում, առաջի բանը մի հատ կոնսուլտանտի հետ քննարկում էի, ինքը ինձ ուղղություն էր տալի, այս ուղղության մեջ ինչ որոշում կայացնեմ, կամ ինքը գալիս էր իմ բիզնես, վերլուծում էր, հասկանում էր խնդիրներս, ասում էր ու դրսի աչքով ինձ օգնում էր, որ ես որոշում կայացնեմ։ Մեզ մոտ ես ինքս եմ հանդիպես խնդրին, ասում եմ, ես ամեն ինչ գիտեմ։ Ես այս բիզնեսի մասին ամեն ինչ գիտեմ, դու ինձ ինչ պետք է ասես, հա, սեփականատերը։ Ասում դու ինձ ինչ պետք է ասես։ Ու դա գալիս է, չգիտեմ ինչից է գալիս, չեմ խորացել վերլուծել, բայց մի բան պարզա մեր մոտ ճկուն չեն, կամ հիմա այն նոր սկսե ճկուն դառնալ, որովհետև այն իրավիճակը, որ դու կայացել ես, հիմա արդեն այդպես չի։ Հիմա լրիվ փոխվում է, թվային դար է դառնում։ Ես հիշում եմ 2012 թիվներ, ներողություն 12-13 թիվներ, մի հատ օրորոցի խանութ կար, օրորոցներ էր վաճառում։ Գնացի այդ մարդուն SMM ծառայություն առաջարկեցի, ասաց ախպեր, ես իմ կլիենտներին ունեմ, բան, հիմա փակվել է այդ խանութը։ Ասի, պապիկ ջան, on-line digital փորձենք թվայնացնենք Facebook-ով եւ այլն, բան, ասես չէ, ես իմ հաճախորդ հիմա փակվել է։ Ուզում եմ ասեմ, մեր գործարները պիտի շատ ճկուն լինեն, արագ փոխվեն շատ արագ։ Եթե նաև տեղը գալիս է պիտի նաև զիջես։ Ու
մեր գործարարության մեջ մի հատ շատ լուրջ խնդիր կա այդի հետնորդ չունենալ։ Չպատրաստելն է, ներքին շարունակող, սեփականատերը իրենից հետո օրինակ տեսեք, ինչ որ իրավիճակում 90-ականներին դու հարստացել ես, բիզնեսով ես զբաղվել, քո որդուն ուղարկել ես Ամերիկա սովորելու մենեջմենտ եւ այլն, ինքը այդ կրթությամբ եկել է, քո ներողություն քյարթու մենեջմենթին ինքը արդեն չի համապատասխանում։ Ու դե սկսում է ներքին կոնֆլիկտ, այդ աշխատողները սովորեն, որ իրանց վրա պիտի չխայնանան, մոնաթո եւ այլն, իսկ այդ տղեն արդեն մի քիչ փափուկ է, դրսից եկած է, փափուկ մենեջմենթի է տիրապետում, այստեղ սկսում է կոնֆլիկտներ ներքին։ Դրա համար մեր բիզնեսմեններին պետք է իրանք լինեն շատ ճկուն, արագ փոխվեն, ինչու՞ չէ նաև լսել տարբեր մասնագետների, զրուցել, եթե դու մի բան գիտես, հաստատ ուրիշն էլ կարող մի հատ այնց բան ասի, որ քո մոտ ինչ-որ բան փոխվի։ Իսկ խոսելով հենց իրենց քայլերից, կարծում եմ նաև դեպքեր կան, որ մեկը մյուսի քայլերն են միշտ իրականացնում։ Նույն այն ժամանակ եթե սոցցանցերով մարքեթինգ չէին անում, հիմա բոլորը պարտադիր անում են, բոլորը ունենեջերը, բոլորը միացնում են գովազդներ, բոլորը բերում են ինչ-որ մեկին, ով որ տեսանյութով ինչ-որ բան ավաճառում, եւ նա դրա հետ մեկտեղ շատ դեպքերում նկատել եմ, կարող ես ասել այդպես է թե չէ, որ հենց ղեկավար անձը կարող է ինչ-որ մի այլ իրավիճակ փոխող գաղափար բերի, ասի չէ, հիմա մի հատ օրինակ էս փորձեք։ Եվ այդտեղ ստացվում է լավ, դա մարքեթինգի տնօրենի պատասխանատվությունն է, որ ինքը նոր բաները պետքա բերի, թե իրավիճակը այնպես է լինում, որ մարքեթինգի թիմը ուղղակի գործի մեջ է ու անգլերեն բառ կօգտագործեմ, հայերեն հիմա չեմ հիշում, disruption անողը մեկը ղեկավարն է լինում։ Այդ շատ բարդ է իրականում, ես իմ պահով ասեմ, ցանկացած գաղափար ինձ ասեցին, ես կողմ եմ իրականացվի, ցանկացած, որովհետև դու չգիտես, որ իդեան ինչ արդյունք կարա տա, ու մեր մոտ ոչ թե իրականում գաղափարի կռիվ է մեր մոտ, շատ գնային կռիվ է։ Դրանից ես շատ եմ նյարդային անում, որովհետև ես հասկացել եմ, եթե գին են իջացնում, ուրեմն իդեա չունեն։ Այսինքն գաղափարի կրիզիս է։ Եթե դու իդեա չունես, քո բիզնեսում ինչ-որ բան փոխելու, դու գին ես իջացնում։ Շուկայում դեպի սպառողներ գինն է իջնում, հասկացա։ Ես իջացնում։ Դրա համար եթե գին չեն իջացնում, ուրեմն դեռ իդեա կա, դեռ աշխատում են։ Չինացիները ամբողջությամբ ամեն ինչ կոպի արեցին, բոլոր իդեաները վերցրեցին, հիմա իրանք են արդեն նոր իդեա տալիս, ինչ որ չափով դաժե արևմուտքն է հետևում իրանց։ Իսկ մեր մոտ, ասենք, կարող է դու իդեան ասես, ինչ որ մակարդակից ինքը էլ չբարձրանա վերև, դա գալիս է ասողի բնավորությունից։ Ես տենց եմ ասում, կարծում մարքետոլոգը պետք է դիմացկուն լինի, այսինքն ջարդելով, մինչև հասնես վերև, պնդելով ու նաև չվախենալով, որ կարա այդ իդեատ չաշխատի։ Որ չաշխատեց, հետո քեզ ինչ կանեն, էլի։ Կարևորը ամեն դեպքում փորձելն է, հստակ փորձելը։ Ու մարքետոլոգի համար, օրինակ, ես իմ պարագայում ոչ մի բան հստակ չեմ ասում։ 100% ոչ մի բան չկա։ Կա ես կարծում եմ, ես մտածում եմ, փորձենք տեսնենք, շուկան ցույց կտա, տեստը ցույց կտա։ Երբ որ դու մի բան հստակ չես ասում, քո վրայից շատ մեծ նագրոսկա ես իջացնում։ Իսկ չեն պահանջում այդ պատասխանատվությունը, որ մի այլ մասնագետ կա, ով որ այդքան լավ միգուցե չի պատկերացնում իրավիճակը, բայց շատ ինքնահավան մարդ է ու վստահեցնում է, որ հենց այդպես էլ լինելու է։ Կարա լինի։ Այդ ռիսկը կա, բայց ես գերադասում ես մի ճանապարհ է ու անել։ Ոչ թե ասել ես կասկածում եմ ու չանել, ես կասկածում եմ ու անել։ Եթե չի ստացվում, կասկածում եմ, որ չի ստացվում, եթե ստացվում է, կասկածում եմ, որ չի ստացվում, փաստորեն հակառակն է։ Բայց ստացվեց, փաստորեն ստացվեց։ Կարող ենք մի կոնկրետ кейս քննարկել, կարծում եմ միգուցե ուսանողներն էլ հետաքրքիր կլինի, թե ոնց ես դու մտածում։ Օրինակ վերցնենք ավտոմեքենաների շուկան, եթե դեմ չես։ Okay։ Տարիներ առաջ բնականաբար ներքին այրման շարժիչով մեքենաները մեծ տարածում ունեին, բնականաբար տարբեր խաղացողներ արդեն էլեկտրական մեքենաների թողարկումները ունեցան։ Եվրոպական որոշ ավտոարտադրողներ կարողացան այդ ալիքը վերցնել, որոշ արտադրողներ չէ, որոշ մարդիկ ուշացան, Չինաստանը արեց այն ինչ որ բոլորը տեսան, եթե շատ հակիրճ փորձես վերլուծել այդ ոլորտը այս պահի դրությամբ ու ինչա սպասվում, ոչ թե ասենց շատ խորացված մասնագիտական տեսանկյունից, այլ ինչ քայլերով կանցնես այդ ոլորտը վերլուծելու եւ իրավիճակը գնահատելու համար։ Օրինակ, ես էլեկտրոմոբիլ չեմ սիրում, ես հին մարդ եմ, ես այդ շարժիչի դիզայնի համար գժվում եմ, այսպես ասած, շատ եմ սիրում, դրա համար իմ համար շատ դժվար է մի բան, որ չեմ սիրում, տենց վերլուծել խորանալ, այս պահի դրությամբ ես ինչ կուսումնասիրի, ճիշտ եմ հարցը հասկանում, թե տենդենսը ոնց կգնա։ Ոչ թե նայենք, թե ինչ է լինելու ապագայում, որովհետև անհնար է դա հասկանալ, բայց ինչպես կարող ենք այս պահի իրավիճակը մենք վերլուծել, հասկանալով, օրինակ,
Mercedes-ը կամ բրենդեր, եթե չասենք, այլ X ավտոարտադրողը կարողացավ տեխնոլոգիան օգտագործել 0-ից research development արեցին, տեխնոլոգիան ունեցավ։ Մյուս ավտոարտադրողը տենց չարեց, վերցրեց այլ ընկերության տեխնոլոգիան, վերափոխեց։ Մյուս XYZ երկրների ավտոարտադրողները միգուցե կարևոր մասնագետներին բերեցին իրենց մոտ ու մշակեցին։ Փորձենք այս պահի իրավիճակը վերլուծել, ոչ թե նայել դեպի ապագա, էլի ոնց փորձեք այդ հարցին նայել։ Տեսեք, եթե ենթադրենք, ես լինեի այդ արևմտյան ընկերություններում ինչ-որ միտեղ աշխատող, ես միանշանակ ուզեի գնանք Չինաստան, այնտեղ տեսնենք ոնց է այդ ամեն ինչը կատարվում, իրենց հետ կոլաբորեյշն անել, ինչ-որ մի հատ product, որովհետև ժամանակին հենց չինացիներն էին նույն ձև անում, եվրոպացիներից իդեաները վերցնում անում։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա պետական գործունեության հետ կապված, որովհետև Եվրոպայում իրանք այդ green այդ կանաչ թեման են առաջ տանում ու ընկերություններին սեղմում են, իսկ Չինաստանում պետությունը սուբսիդավորում է։ Դրա համար չինացիների մեքենաները հիմա լավ մրցունակ են, զուտ այդ պայմանով մեկ էլ այն տեխնոլոգիաները, որ այդ մեքենաները կիրառում են, այդ ռեդկազիմիլնի միներալի, մատերիալի միներալի, այդ բաները լիթիում, լանթան, չգիտեմ, այդ նյութերը, մենակ Չինաստանում է հիմնականում։ Իրանք են այդ ցեպոշկեն կառավարում ու այն երկիրը, ով որ կարողանում է կառավարել այդ հազվագյուտ հանածոները, բնականաբար այնտեղ էժան է։ Ոստե խնդիրը նաև այն է, որ այդ հանածոների մշակման տեխնոլոգիան մենակ իրանք ունեն։ Դաժե Ամերիկան իրանը տանում այնտեղ մշակում, նորից բերում, դրա համար վսյոտիկի թանկ։ Ոստի ես կարծում եմ, որ ես կգնայի այնտեղ հենց այնտեղ ինչ որ մեկի հետ կոլաբ կանեի, կհամագործակցեի, որովհետև Եվրոպայի պարագային պետությունը շատ է սխմում, իսկ Չինաստանում միգուցե հնարավոր լիներ ինչ որ մեկի հետ համագործակցել, խոսքի օրինակ Լիսյանգի ենթադրենք, ես տենց կանեի, կգնայի իրանց հետ մի հատ կոլաբ կանեի միանշանակ։ Այսինքն, եթե նայենք այդ իրավիճակին, այստեղ շատ կարևոր է նաև պետության ներգրավվածությունը, Եվրոմիության դեպքում իրենք այդ ճնշումներով ստիպում են, որ ինքնարժեքը մեքենայի ավելի բարձր լինի։ Բա թաքսերը։ Հարկերի տեսանկյունից, որ ավելի բարձր լինի, բայց որակի տեսանկյունից դեռ երևի հստակ չգիտենք միգուցե։ Իսկ կարող է դա ուղղակի ալիքա, որը շատ շուտով անցնելու է ու մարդիկ էլի վերադառնան։ Ես հենց դրան եմ սպասում եմ, որովհետև իմ կարծիքով սենց է, չէ՞, տրենդը կգնա, Nokia-ի նման կլինի, մի հատ կբարձրանա, մի հատ կիշնի, մի հատ նոր iPhone կգա, սենց կգնա։ Ես կարծում եմ, որ տենց հալելու, երևի կհաղթեն հիբրիդները էլի։ Հիբրիդը ամենալավագույնը։ Ես շատ վատ կանխատեսող եմ, բայց եկեք կանխատեսեմ, որ հիբրիդը դու կարծում ես, որ հիբրիդը կհաղթի, հիբրիդը կգնա։ Այս վերջերս խորտ կտամ նային դիտողները Good Times, Bad Times YouTube-յան ալիք կա, այդ ալիքը հենց ավտոների վերլուծություններ անում, նայել եմ ու հենց այդ հազվագյուտ հանածոների խնդրին էլ անդրադառնում եմ, ասում եմ, որ հիմնական պատճառը այդ է ու Չինաստանի սուբսիդավորումը։ Օրինակներից մեկում մենք խոսեցինք երիտասարդների մասին, որոնք ուսումնասիրում են բիզնես աշխարհը կարճ տեսանյութերի միջոցով, թեկուզ հենց ռիլերի միջոցով ու մեկը մյուսին ընկերներին ուղարկում են։ Իհարկե շատ ավելի հարգված մոտեցում է այդ ամեն ինչը ուսումնասիրել գրքերով, բայց ունենք այն ինչ ունենք։ Եվ դրա հետ մեկտեղ շատ անհատներ կան համաշխարհային մասշտաբով, որ բիզնես գիտելիքները ուղղակի տենց անվճար տարածում են, հետո ասում են, արի իմ կուրսին գրանցվի։ Դա էլ լրիվ ուրիշ դեպք է։ Եվ կան անհատներ, ինչպես հենց դու, որ գիտելիքի տարածման բիզնես մոդելը շատ հստակ է։ Օրինակ կա գիրքը գնում ես, ուսումնասիրում ես, դրա հետ մեկտեղ կա բլոգ, որտեղ համարյա ամեն օր տարբեր պատմություններ են ներկայացվում։ Այս դեպքում որ բիզնես գիտելիքը պետք է լինի անվճար, որ բիզնես գիտելիքը պետք է լինի վճարովի։ Հետաքրքիր հարց է, որովհետև ես հենց իմ այդ խնդրի մեջ եմ։ Ես ունեմ շատ մեծ սոցիալական կապիտալ, բայց չեմ օգտագործում։ Ընդհանրապես եղել է գրքի վաճառք ու վերջ, ես հենց այդ փնտրտուքների մեջ եմ հիմա։ Ես կարծում եմ, որ հիմնական գիտելիքը պիտի լինի անվճար, հիմնական, բայց նեղ մասնագիտական թեմաներ, օրինակ հենց նույն ավտոմոբիլի ոլորտ, չգիտեմ, գրքի ոլորտ, SMM կամ LinkedIn, չեմ անում, ինչ որ առանձին նեղ ուղղվածությունները, դրանք պիտի լինեն վճարովի։ Այսինքն դու պիտի նեղ թիրախավորես վճարովին, այն ընդհանուր գիտելիքը լինի անվճար։ Հանրամատ չլինի։ Այդտեղ մի օրինակ, որ ես հիշեցի, Ալեքսանդր Օստերվալդերը, հենց բիզնես մոդելի մշակող հիմնական ուսումնասիրություններ արած մարդը, կարծես թե իրենք էլ հենց համանման բան են անում։ Այսինքն շատ տարբեր տեսանյութեր ունեն, որ անվճար են, բայց գնում են օրինակ կոնկրետ ինչ-որ ոլորտում կոնսալթինգ են անում ու այդտեղից իրենց գումարը աշխատում է։ Հենց էտա, տեսեք, դուք կարող ցանկացած թեմայից խոսել, ձեռք բերել trust, վստահություն, այդ վստահության հիման վրա արդեն, եթե մարդը վստահում է, ինքը վճարում է։
Եթե ինքը չվստահի, երբեք չի վճարի։ Իսկ այդ վստահությունը գալիս է նրանից, թե ինքը ունի հարցեր, որոնց պատասխանը ստանում է ձեզնից։ Մտածում եմ, եթե դուք կարողանում եք հիմա պատասխան տալ, 20-ի ժամանակ արդեն ավելի խորացված իրան կուղղորդեք ինքը ինչ անի։ Իսկ որ այդ ժամանակ ակնկալում են, որ արդեն լուծումը հենց տեղում մարդուն ասվի ու այդ խնդիրը Հայաստանում կա, հիմա պիտի աշխատել դրա վրա, որ մարդիկ հասկանան, որ ժամանակը ու գիտելիք տալը դա գումար արժե, դեռ մեր մոտ նոր-նոր է սկսում ձևավորվել, ես արդեն ունեմ գործընկերներ, ովքեր փորձում են այս ուղղության մեջ սովորեցնել, որ գիտելիքը արժե գումար, որովհետև դու սխալվում ես 5-10 տարի ծախսում ես, որ դա հասկանաս, որ այս ինչ չպետք է արվի։ Օրինակ, ես հասկացել եմ, որ մենք ունենք սկսնակները շատ լուրջ խնդիր բիզնեսում, իրենք կարողանում են իրար ճիշտ պայմանավորվել, որոշում են, որ բիզնեսը անում են 50-50, բայց երբ որ իրենց առանձնանում են, իրանք նախապես այդ չեն պայմանավորվել։ Ոնց պիտի առանձնանան։ Ինչպես պետք է առանձնանան։ Ինչպես պիտի առանձնանան, որովհետև մենք կարող իրար հավերժ չենք աշխատում։ Իրանք չեն որոշել ոնց պիտի առանձնանան, ու սկսվեց կոնֆլիկտը։ Ես հասկացել եմ մի կարևոր բան, դու ցանկացած բան պիտի սկզբից պայմանավորվես։ Ցանկացած մարդու կյանքի որակը կախված է նրանից, թե ինքը ոնց է պայմանավորվում։ Դրա համար, երբ որ դու պայմանավորվում ես, դու բոլոր խնդիրներին համարյա լուծում տալիս ես հենց սկզբից, ոչ թե վերջում։ Վերջում շատ դժվար անելու։ Օրինակ կարող ենք դիտարկել հենց ավարտը անելու համար։ Այո, օրինակ մենք 2-3 ընկերով բիզնես ենք սկսում, որոշում ենք, որ 33 մասնաբաժնով բիզնես ենք անելու, 2 տարի հետո մեզնից մեկը իր պարտականություններում թերանում է, երկուսը ուզում են իրենց ազատվել։ Նստում ենք զրուցում, որ եղբայր դու թերանում ես, ուզում ենք քեզնից առանձնանալ, հիմա ո՞նց պիտի առանձնանանք։ Ուստի սկսում է կոնֆլիկտը, բան էի արել, դու այն օրը քիչ ես, սենց եղավ, խնդիր եղավ, հա։ Այո, իսկ դա պիտի նախապես պայմանավորվել։ Հիմա ես ես գիտեմ, սկսնակի հետ որ գնում զրուցում ենք, ասում եղբայր, ես արդեն իմ անցել եմ դրա միջով, քեզ խորհուրդ եմ տալիս անել սենց։ Ու այդ գիտելիքը, որ ես հիմա քեզ տալիս եմ, որ դու հիմա ինձ վճարես, դու հետո էլ շատ թանկ չի նստելու քո վրա, որ դու այդ խնդրի մեջ չընկար։ Այսի ուղղակի օրինակ էր, որպեսզի իմանանք, որ գիտելիքը այո, արժե գումար, մանավանդ երբ որ դրա տակ կա շատ փորձ, շատ սխալներ ու եզրակացություններ։ Իսկ արդյոք ընկերների հետ արժե գործ սկսել, ուսանողները, որ հիմա ընկերացել են կամ լավ ընկերներ են, սկսեն իրենք բիզնես թե չէ։ Այդ լոտո է, կամ քո բախտը բերում է կամ չի բերում, ես խորհուրդ եմ տալիս սկսել, որովհետև կսկսես լավ կստացվի, կլինես երջանիկ, այնց յուրահատուկներից մեկը, չի ստացվի, կունենաս փորձ։ Բայց միշտ պիտի սկսել, ավելի լավ վստահեմ, սխալվեմ, քան չվստահեմ, ոչ մի բան չանեմ։ Իսկ եթե դա լինի ընկերության հաշվին, թողել լինի։ Հա։ Թողել լինի։ Էդի պիտի երկուսով այնքան հասուն լինեն, որ ասեն գործը, ընկերությունը։ Բանը դրան չհասնի։ Հա, բայց ես հասկացել եմ, որ եթե դու ուզում ես նման գործ անես, պիտի լինես շատ ժոսկի, ոնց է, հանդուգն։ Շատ հանդուգն պիտի լինես ու շատ պահանջկոտ դիմացինիդ հանդեպ ու քո հանդեպ։ Այդտեղ էլ արդեն գործնականի, ընկերականի խնդիրն է առաջանում։ Դա լրիվ առանձին զրույց կլինի։ Հստակ տեսեք, հստակ նշվելով ով ինչ անելու, հստակ չնշվեց կոնֆլիկտը։ Մեզ մոտ Հայաստանում, ելի եմ ասում, կոնֆլիկտից խուսափելու լավագույն տարբերակը հստակ կետ առ կետ նշել։ Նույնը նաև աշխատողներին։ Երբ որ դու աշխատողին հստակ կետ առ կետ նշում ես ինքը ինչ պիտի անի, չի գա մի օր, որ ասի, բայց դա իմ պարտականությունը չէր։ Չենք թողում ենթադրության վրա, այսինքն որ ինքը ենթադրի, որ այս էլ պետք է լինի, այս էլ պետք է լինի, սա էլ պետք է։ Ինքը իր շահն է առաջ տանելու, դա նորմալ է, բոլորն են իրենց շահը առաջ տանելու։ Այստեղ կա կոմպրոմիս, դրա համար երկուսով պիտի զրուցել, գալի ենթադրության, այսինքն էս ենք անելու կամ էս չենք անելու։ Ու շատ կարևոր է դերերը բաժանել։ Հստակ դա ունենալ։ Հստակ, ես սա պիտի անեմ, դու դա պիտի անես։ Եվ մեր վերջին հարցը այս պահին, որը կլինի քո խորհուրդը, համընդհանուր խորհուրդը, գիտեմ, որ տասնյակ հարյուրավոր խորհուրդներ կարող ես տալ, բայց ուսանողին ինչ կասեիր հիմա։ Քնել։ Հենց հիմա քնել, քնել, որովհետև եթե դու լավ չես քնում, ոչ մի չես կարողանաս։ Այն ուսանողը, որ հեսա քննության պետքա գնա, գիշերը կոֆեա 3 հատ խմում, որ պատրաստվի եւ այլն։ Այո, պիտի քնել, որովհետև ես համոզվել եմ ինքս, երբ որ ես լավ չեմ քնում, իմ օրս չի ստացվում, դրա հետևանքով գործերս չի ստացվում, ամբողջ օրը քնկոտ եմ ելում, որոշում չեմ կարող կայացնեմ, իսկ լավ քնելը դա մարդու թիվ 1 ամենակարևոր բանն է, լավ քնել։ Արդյոք լավ քնել կարողանալու համար պետք է նաև լավ օրը պլանավորել, որ այդ քնին համապատասխան ժամը։ Հիմա ես օրինակ այսօր արթնացել եմ 6-ին ու այնքան թարմ եմ, արդեն 6-ից մինչև հիմա այնքան գործ եմ արել, մարզվել, չգիտեմ, գիրք կարդացել, պոստ արել Facebook-ում, լիքը բան։
որովհետև ճիշտ եմ կարողանում քունը կառավարել։ Իսկ դու շատ տեղին խորհուրդ է, որովհետև ուսանողները միշտ այդ հարցը ունենում են։ Եվ այդտեղ ստեղծվում է մի sense պատրանք, որ դու զբաղված ես, որովհետև գիշերը չես քնել, որտեղ էս էլ պետք է անել, այն էլ պետք է անել, բայց մի քանի օր պլանավորումով ու ես միշտ ասում եմ, էլի մարդիկ կան, որ բոլորը ունեն այդ նույն 24 ժամը, նույն դու 24 ժամվա ընթացքում վստահ եմ 8 անգամ ավելի շատ բան ես հասցնում, քան այլ ինչ-որ մի մարդ, բայց վստահ եմ կյանքի որակը էլի շատ բարձր է, ընկերների հետ ժամանակ անցկացնելու պահեր լինում են, ամեն ինչ ստացվում է։ Լրիվ կախված է ճիշտ քնելուց, որովհետև օրվա մեջ քունս չի տանում, որ սկսում ես քնկոտել, հոգնած լինել, այդ արդեն խնդիր է։ Եթե դու հոգնած ես, դու ոչ մի բան չես կարող նորմալ անես, էֆեկտիվ չի։ Ճիշտ է։ Պետք է քնել։ Վահագն, շատ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես վստահաբար մեծ սպասելիքներ ունեի, թե ինչից ենք մենք խոսելու եւ կարծում եմ միգուցե մեր ուսանողները նշեն, որ երկրորդ թողարկումը այս զրույցի մենք պատրաստ ենք, որովհետեւ հարցերը դեռ շատ ու շատ կարող են լինել, բայց ինչպես միշտ շատ առարկայական, մեր հայկական համատեքստը հաշվի առնելով եւ հասանելի ուսանողների համար, ինչպես բոլոր խորհուրդները, այդպես էլ հենց մեր այսօրվա զրույցը։ Ես էլ եմ շատ շնորհակալ Սերգեյ ջան, հուսամ ուսանողները հետաքրքիր դասեր կքաղեն, ենթադրություններ կանեն ու իրենց մոտ ինչ-որ բան կփոխեն։ Ես վստահ եմ։ Սիրելի ընկերներ, դուք դիտում եք UFAR Alumni podcast-ը, մեր այսօրվա հյուրներ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ 100 եւ 101 բիզնես գաղտնիքներ գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը։ Մեկնաբանություններում կարող եք նշել, թե ում կուզենաք տեսնել որպես մեր հաջորդ էպիզոդի հյուր։ Լավ մնացեք։